Այս գագաթին կանգնած մտածում ես, ինչպես վիշապը շղթայված է, այնպես էլ մեր հասարակությունը շղթայված է սխալ համակարգով։ Ինչն է իսկապես կարևոր աժդահակ լեռան գագաթից նայելիս։ Այրենասեր լինելը չի նշանակում օտար ժողովրդին թշնամի ընդունել, դա նշանակում է հստակ գիտակցել, որ այդ օտարները կարող են ցանկացած պահի մեր թշնամին դառնալ, եթե փորձեն անցնել սահմանը։ Այստեղ աշտարակի վիշապի աչքի մոտ կանգնած հասկանում ես հայրենասիրությունը, պաշտպանությունը, ոչ թե հարձակում։ Վիշապը հազարամյակներ շարունակ պաշտպանել է ջուրը, բայց երբեք չի հարձակվել առանց պատճառի։ Նույնն է մեր հայրենասիրությունը։ Մենք սիրում ենք մեր հողը, մեր լեռները, մեր պատմությունը, բայց չենք վերածվում ատելության մեքենայի։ Իսկական հայրենասերը գիտի ով է ընկերը եւ ով կարող է թշնամի դառնալ, բայց երբեք չի սկսում պատերազմ առանց պաշտպանության առաջնության։ Սա է այն ուժը, որ աժդահակը փոխանցում է մեզ լուր, բայց համառ։ Դատապարտելի է նաեւ պայմանական հայրենասիրությունը։ Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես եւ անկախ մեր քաղաքական համոզմունքներից։ Եթե մենք սիրենք Հայաստանը միայն այն ժամանակ, երբ իշխանությունը մերն է, կամ մեր գաղափարախոսությունը գերիշխող է, ապա դա ոչ թե հայրենասիրություն է, այլ պայմանագիր։ Այս լեռը չի հարցնում ով է իշխանության ղեկին, այն պարզապես կանգնած է 3597 մետր բարձրությամբ, հազարավոր տարիներ անկախ բոլոր ռեժիմներից, բոլոր կուսակցություններից։ Հայրենիք սիրելը նշանակում է սիրել հողը, ջուրը, լեգենդները եւ վիշապաքարերը, անկախ նրանից թե ով է գրում օրենքները։ Միայն այսպիսի սեն է անկոտրում ու իսկական։ Եվ վերջապես ինչու է կարա ձգտում հաջողանալ ամբողջին, արժանանալ փողոցի ուշադրությանը։ Ասպետ եղիր նախ անձի նկատմամբ։ Այսօր շատերը բարձրացնում են լեռներ, որպեսզի լուսանկարեն ինքնահաճույքի համար, որպեսզի ամբողջը լայք անի։ Բայց իսկական ասպետը, ինչպես Վահագն, նախ հաղթում է իր ներսում գտնվող վիշապին, վախին, եսասիրությանը, ցուցամոլությանը։ Միայն այդ ժամանակն է իսկապես արժանի է լինելու այս հողի զավակը։ Աժդահակը չի ներում կեղծավորին, նրա քամին ու սառույցը մաքրում են ամեն ինչ։ Եղիր ասպետ նախ քո համար, հետո հայրենիքի համար։ Այս մտորումների հիմնական միտքը վերցրված է Գարեգին Նժդեի գաղափարախոսություններից։